Ատընտրում է միշտ զվարճանքներ Արադրանց նա կյանք չունի Չարաճճի է նա ամեն քայլա փոխին Ու ստիպում է փորին որ վազի Միշտ է կլբերի հետ է նա Բերքին գերել է սիրտը նրա Սա աշխարհն է Թոմ Սոյերի Թոմ Սոյեր Քաղաքը մերն է Մեկ, երկու, երեք Օ ոչ Մի աղմկեք տղաներ Դա վտանգավոր է քո ատամների համար անուշս կուտես, երբ արդեն մեծ լինես Իսկ մինչ այդ թող տուփի մեջ մնա Մեկ, երկու, երեք Տեսեք թե ինչ եղավ Հիմա ինչպես եմ թխվածք թխելու Ես կօգնեմ քեզ մորակույր Ես էլ սիրով կօգնեի, ազնիվ խոսք, բայց հաստատ դպրոցից կուշանամ Թոմաս Սոյեր Լավ, դու հաղթեցիր Տունը մաքրելը մնում է քեզ վրա Դու ինձ լսեցիր Օ, ես էլ գալիս էի, տեսնեմ դպրոցից առաջ ազատ ժամանակ ունես, որ խաղանք Օծի կաշվի հետ եմ փոխել Իհարկե ժամանակ ունեմ Նայիր, սա բենից եմ վերցրել Օծի կաշվի հետ եմ փոխել Արի, գնանք փորձենք Ես դեռ չեմ կարողանում նորմալ թռցնել Ինչպես եմ սուզվել ունկերս Եթե փչացնես խոտից տեսը լակոտ կզղջաս ամբողջ կյանքում Ինչու երբեք չեն կարող զվարճանալ Դե, վրնիր Գնացեք ուրիշ տեղ խաղացեք անպետք երեխաներ Սիրտս խառնում է այն մեծահասակներից, որ միշտ ասում են, թե ինչ անենք ու ինչ չանենք Տարածքը մաքուր է, հեստեղ մարդ չկա, նետիր Օ, ոչ, չէ, մենակ թե ոչ Ֆլոյդի մոտ Օ, ոչ, հիմա ինչ ենք անելու Ֆլոյդը երբեք թույլ չի տա, որ մտնենք իր խորտկարան Ու եթե գտնի թռչունին, մենք էլ երբեք չենք տեսնի նրան Գիտեմ ինչ է պետք, ես կգողանամ նրա թերթը ու նա կընկնի իմ հետևից, մուտքն ազատ կլինի Չէ, այդպես ուրիշ խնդրի մեջ կընկնենք Պետք է այնպես անենք, որ նա ուզենա ինքնակամ գնալ էստեղից Միակ բանը, որ Ֆլոյդին իսկապես հետաքրքիր է Դա փողն է Նա անգամ կթողնի իր խորտկարանը, որ փողն իրենով անի Հա, ճիշտ եմ ասում Քաղաքում զբոսնելիս ինչ-որ մեկը գետանուշի մեծության ոսկու կտոր է գտել Ասում են, որ հանքը մի քանի ժամ հեռավորության վրա է Հոսանք տիվեր, չհասած գետի ճյուղավորմանը Խնդրեմ, բախ և մախ Վերջին անգամ նման բաներ են վաճառել նրանց, ովքեր գնում են ոսկի փնտրելու Ոչ, ինձ այգեգործության համար է պետք Դե լավ հաջողություն Իհարկե Ինձ մի քիչ կավիճ էր պետք, բայց խանութն արդեն փակում եք Հիմա ձեզ ամեն ինչ կասեմ, թե ինչպես կարելի է ոսպի փնտրել Բայց զգույշ եղեք, ոչ մեկի ոչ մի բան չասեք, խոստանում եք Ես զկամ պես լուր կլինեմ
Ինչու է այսօր ամեն ինչ փակ։ Ինչ է կատարվում։ Ինչ նկատի ունեք, նորությունները չեք լսել։ Պարոն Սեյլին ասում է, Ամեն ինչ լավ, ամեն ինչ լավ։ Բոլորիս հաշվին կհասնենք։ Ամբողջ քաղաքը գնացել է ոսկի փնտրելու։ Ինչ որ մեկը քաղաքով անցնելիս կարտոֆիլից մեծ ոսկու կտորներ է գտել։ Ոսկու տենդը կարող է փչացնել քաղաքացիների հարաբերությունները։ Եկեք ինձ հետ, շերիֆ, մենք պետք է հանգստացնենք այդ մարդկանց։ Ֆլոյդը տոննաներով ոսկի է գտել։ ճիշտ է, տիկին Թոմսոնը պարոն Չետդերից էլ ասել։ Ասում են այնքան շատ է, որ մի ամբողջ պալատ կլցվի։ Դասերից հետո գնանք ճշտենք։ Տեսար մեր մի փոքր սուտը ինչպես տարածվեց քաղաքով մեկ։ Չէ, դա հիմարություն է։ Մենք Ֆլոյդի մոտ բարձրացան խոսեցինք ոսկուց, որ նա գնա խորտկարանից, ու մենք կարողանանք հետ վերցնել իմ թռչունը։ Միայն թե Ֆլոյդը չի կարողացել դա գաղտնի պահել։ Աստված իմ, դուք երկուսով իսկական քաոս եք ստեղծել։ Դե շտապեք ներս երեխաներ։ Կհանդիպենք դասերից հետո։ Ես պետք է գնամ մի շատ կարևոր գործ անելու, բայց դուք բավականաչափ անելիք կունենաք մինչև վերադառնալս։ Նրա մոտ էլ է ոսկու տենտ սկսվել։ Պետք է նրան ասես, որ դա սուտ է, թե չէ։ Հերիք է խոսեք, լսեցիք։ Դե ինչ, Ալֆրեդ, քեզ ավակ եմ նշանակում։ Ձեզ լավ կպահեք մինչև գամ։ Հեյ, սա նշանակում է, որ ամբողջ քաղաքը մերն է։ Մեծերն էլ չեն ասի, թե մենք ինչ անենք։ Եկեք, գնանք եկին գտնենք ու մի քիչ զվարճանանք քաղաքի կենտրոնում։ Նստիր տեղդ ու գործը տարա, թե չէ կպատմեմ պարոն Դոբինսին։ Ասա նրան ինչ ուզում ես, իսկ մեր դասերը մի քիչ կսպասեն։ Դուք չեք ուզում ձեր դասերն անել, ուզում եք պատժվեք Թոմի պատճառով։ Ես էլ արդեն սկսում էի միայնակ զգալ ինձ։ Այստեղ համարյա անտառի չափ լուռ է։ Հա, ու մոտերքում ոչ մի մեծ չկա։ Մենք կարող ենք անել այն ամենը, ինչպես արգելում էին։ Յուհու! Այո! Յուհու! Այո! Ցած իջիր բեքի կընկնես։ Դուք իմ խորտկարանում էլ ոչ մի երեխա չեք տեսնի։ Երբեք։ Դուք շատ ճիշտ եք, պարոն Ֆլոյդ։ Իսկական դրախտ է առանց մեծերի։ Գնա այստեղից, անպետքին, սա իմ տարածքն է։ Չէ, իմ տարածքն է, գնա քո այգեգործությունն ուրիշ տեղ արա։ Հանգստացեք, ինձ լսեք։ Տեսնում եք այս ճյուղը։ Լավ, սրանից հետո դա կլինի ձեր սահմանը։ Հիշեք, ոսկու տենդը չպետք է մեզ պառախտի։ Կարծես թե նրանք ոսկու մեծ երակ են գտել։ Ես այդ հողը 100 անգամ տակնու վրա եմ արել։ Ու կարող եմ ասել, որ այդտեղ ոսկու ոչ մի հետք չկա։ Նրանք կատարյալապուշ են, կատարյալապուշներ, որ քաղաքը լրիվ առանց հսկողության են թողել։ Մեկ, երկու, երեք։ Կներես, սեփական ուժս չգնահատեցի։ Ում է պետք պատիժը։ Մենք ձանձրույթից մեր ենք Ալֆրեդի հետ, դե, ինչ եք խաղում։ Մենք էլ չենք խաղում, պետք է գնանք թռչունին գտնենք։ Ես հետո կգտնեմ։ Մենք հիմա ավելի լավ բաներ ունենք անելու, չէ՞։ Օրինակ զվարճանալ։ Քանի որ քաղաքը մերն է, ինչու մի հսկայական պահ մտածի չխաղալ։ Ես առաջինը կփնտրեմ, լավ։ 1, 2, 3, 4 Այստեղ երկուսիս համար տեղ չկա, որովհետև դու անդադար ուտում ես։ Պատրաստ եք թե չէ։ Գալիս եմ փնտրեմ։
Ես գլխի եմ ընկնում, որ դու մայրիկիդ մոտ ես թաքնվելու։ Ես գտել եմ Բենին, հիմա փնտրելու նրա հերթն է։ Սա ամբողջ քաղաքի մեր բանալին է։ Դու հանճար ես ջո։ Մենք կարող ենք ամբողջ օրն այստեղ մնալ, ում ես չեն գտնի։ Մենք պետք է թաքնվելու համար ուրիշ տեղ գտնենք, որ ավելի հետաքրքիր լինի, չէ՞։ Նա որտեղ է պահել գետնանուշը։ Մավ, մենք եկել ենք արժեքավոր բաները տանելու, հասկացար։ Լավ հասկացար։ Աջո, իհարկե։ Պոներան նայեք, շերիվ։ Անցնում է սահմանը։ Ես չեմ անցնում։ Դու պետք է արդեն ակնոց դնես։ Իրականում այդ դու ես իմ սահմանում։ Հանգստացեք։ Սպասեք տեսնեմ։ Իհա։ Չէ, ուղղակի քար է։ Դե ջո, հաջորդը որն ես ուզում թալանել։ Ինչպես եմ մտել մայրիկի խանութը։ Ինչ է, դու էլ չես փնտրում։ Ջոն և Մաֆը թալանում են ամբողջ քաղաքը։ Հենց նոր թալանեցի մայրիկիս մտերային խանութը։ Չենք կարող թույլ տալ, որ այդ ամենը վերցնեն ու հեռանան։ Չէ, բայց չենք էլ կարող հենց այնպես հայտնվել։ Պետք է ավելի լավ բան մտածել։ Մենք ժամանակ չունենք այս գրողի տարած քաղաքն ամբողջությամբ թալանելու համար։ Այստեղ կանք կառնենք։ Մեկ է փողի մեծ մասն այստեղ է։ Ավելի լավ է շտապենք, քանի դեռ չեն վերադարձել։ Իսկ եթե տեսնենք, որ այստեղ մնացածներ կան, նրանց հարցերը կլուծենք։ Մորակույտ Փոլին։ Նա խանութ էր գնալու, որ ձու առներ։ Ես պետք է զգուշացնեմ նրան։ Նրան ճանաչելով վստահ եմ, որ կփորձի կանգնեցնել Ջոին, չէ՞։ Դու ճիշտ ես, ավելի ապահով կլինի, եթե թույլ տանք, որ Ջոն ու Մաֆը կարծեն, թե քաղաքում մենակ են։ Այստեղ բարձիր։ Մեր գողորը պահելու համար կատարյալ տեղ է, ու աչքդ վրան պահիր։ Եթե միայն իմանայի, որ իմ փոքր սուտը կարող է քաղաքը այսպես վտանգել։ Մենք պետք է գտնենք մեր ընկերներին ու մի բան մտածենք։ Ես մի հնար կգտնեմ, որ Մորակույտ Փոլին մնա տանը, հետո կհանդիպենք նավահանգստում։ Այնտեղ գողանալու բան չկա։ Գոնե ապահով կլինենք։ Թոմ, ինչ ես անում այստեղ։ Ինձ պետք է, որ դու մի գաղտնի առաքելություն կատարես։ Ուզում եմ հիվանդ ձևանաս, որ Մորակույտ Փոլին չկարողանա տնից դուրս գալ, լավ։ Ես չեմ սիրում ստել Մորակույտ Փոլին։ Խնդրում եմ, Սիդ, դու աշխարհի ամենալավ փոքր եղբայրը կլինես, եթե դա անես։ Լավ, ես կանեմ քո այդ գաղտնի առաքելությունը։ Հարբերը դեռ չկա։ Նա մնացել է խորտկարանում։ Մաֆն ուղի խորտկարանի դրան առաջ սայլն է հսկում։ Շատ լավ։ Գոնե ապահով կլինի, եթե նա ներսում է։ Մինչ այդ, մենք կփորձենք սայլից վերցնել ինչ կարողանանք։ Բայց պետք է նաև շերիֆին զգուշացնենք։ Ու հայրիկիս, միայն նրանք կարող են բանտարկել Ջոյին ու Մաֆին։ Մենք կզբաղվենք դրանով։ Այստեղ դուք ապահով կլինեք։ Խոստանում ենք հնարավորինս շուտ կվերադառնանք։ Իսկ մինչ այդ, մենք կփորձենք օգուտ քաղել նրանից, որ Հարբերը գտնվում է ներսում։ Իսկ նա մեզ կօգնի վերադարձնել գողոնը։ Բայց ինչպես ենք նրան ասելու։ Այս թռչունի միջոցով Հարբերը կարող է դատարկել սայլը, մինչև մենք սրա օգնությամբ շեղենք Ջոյին ու Մաֆին։ Սիդ, ես գնում եմ ձու առնելու։ Մորակույտ Փոլի, ես ինձ լավ չեմ զգում։ Կարող ես քո այն կախարդական թեյերից պատրաստել կոկորդիս համար։ Այստեղ համարը ոչինչ չկա։ Լավ է, որ նրանք չեն գտել Հարբեր։ Ահա նա։
հետա։ Վերջացրին խաղալիքով խաղալդ։ Չես տեսնում, որ գործ ունենք անելու։ Մավ! Պարոն Չենդլերն ասաց, որ գետի ներքևում են ոսկի փնտրում, չէ՞։ Թե հակառակը վերևում։ Մենք նույնիսկ չգիտենք, թե որ ուղղությամբ գնանք։ Ջոն ու Մավը կհասցնեն ամբողջ քաղաքը թալանել։ Բոբ, ես գիտեմ, թե ինչ կարող ենք անել։ Ոչ մի վկա չպետք է լինի։ Մնա ու հսկի իրավարը։ Սա հաստատ կատուների արածը չէ։ Ճիշտ է, ուրվականներ են։ Լսեցի, թե հրապարակում ինչպես էին աղմկում։ Ասում ես ուրվականներ։ Ենթադրում եմ նրանք հսկում են սայլը, քանի դու այնտեղ չես, հա։ Թաքնվեք։ Լավ է, դեռ այստեղ է։ Դու լսեցիր այդ ձայնը։ Ինձ թվում է ինչ-որ մեկը մեզ հետ խաղում է։ Գնամ մի հատ էլ ստուգեմ։ Էլ չհեռանաս այստեղից։ Լավ, բայց արագացրու։ Ինչ? Սոսիրուն, սա ինչ է։ Մավ! Բարձրացիր սայլը, նրանք վերջացրել են, գալիս են։ Էլ ոչինչ չմնաց։ Մենք ամեն ինչ անեցին։ Այո։ Դե, գնանք դիմավորենք բնակիչներին։ Ջոն ու Մավը իսկապես հավատացին ձեր հնարքին։ Նրանք մտածեցին, որ բոլորը վերադառնում են։ Մենք էլ այդպես մտածեցինք։ Իսկապես, հրաշալի է, դա Սալիի գաղափարներ։ Նա դեռ փնտրում է դատավորին ու շերիֆին։ Շերիֆ, արագացրեք, մենք պետք է վերադառնանք։ Ջոն ու Մավը թալանում են ամբողջ քաղաքը, քանի դեռ բոլորն այստեղ են։ Այդ ոսկու պատմությունը, դա հնարք էր, որ բոլորս դուրս գանք քաղաքից։ Իմ մթերային խանութը։ Իմ խորտկարանը, հանգստացեք։ Ես թույլ չեմ տա, որ նրանք հեռանան։ Եկեք իմ հետևից։ Վերադառնալու ժամանակն է։ Միայն չասեք, որ հանուն ոսկու երեխաներին մենակ եք թողել այդ գող ավազակների հետ։ Հուսով եմ դուք կբանտարկեք այդ գողերին, շերիֆ։ Անհանգստանալու կարիք չկա, քաղաքն էլ վտանգված չէ։ Ամեն ինչ լավ անցավ։ Ձեր գնալուց հետո բոլորը գնացին խաղալու, պարոն։ Դա նշանակում է, որ նրանք պատժվելու են, չէ։ Օրն առանց պատժի էլ բավականին հոգնեցնող էր։ Բոլորդ գրացեք տուն եւ հանգստացեք։ Ուր է, որտեղ է։ Ավարը չկա։ Նրանք հաստատ ուրվականներ էին։ Եվ այդպես մենք կարողացանք ամեն ինչ հետ վերցնել նրանցից։ Դե ինչ, ես խոնարհվում եմ ձեր առաջ երեխաներ։ Հավատս չի գալիս, թե ինչ խիզախ ես։ Կարծում եմ դուք արժանի եք լիմոնադի։ Այո։ Բայց ես դեռ չեմ հասկանում, թե որտեղից է սկսվել ոսկու մասին այդ պատմությունը։
Մեղավորը նա ու իր ընկերն են։ Իրենց մեղքով է։ Չէ, նրանք ընդամենը ոսկե փնտրողներ էին խաղում։ Անհնար է, որ Թոմն ու Հենքը երբևէ մտածեին, թե մեծահասակներն իրենց լուրջ կընդունեն։ Ֆլոյդ, խնդրում եմ Ֆլոյդ, հաջորդ անգամ փորձիր իրականությունը տարբերել մանկական հին ու բարի խաղի։ Ահա, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ծովահենների խաղը խաղային։ Ամեն ինչ լավ է, ես կտաս այլ է։ Այն թողել էին անտառում փտելու, բայց Ջոնու Մաֆը լրիվ դատարկել են խոտս։ Որտեղ էիր։ Սիդը հիվանդ պարկած է, ես չկարողացա գնալ խանութ ձու առնելու։ Դա երկար պատմություն է, ես ամեն ինչ կպատմեմ, բայց ախ, Աստված իմ, այնքան ուրախ եմ քեզ տեսնել։ Չփորձես ինձ հետ խաղալ երիտասարդ, ես չեմ մոռացել, որ դու պատժված ես։ Մի անհանգստացիր, ես կանեմ ինչ պետք է, ու առաջին հերթին կգնամ քեզ համար ձու կբերեմ։ Թոմ, սպասիր, ես էլ եմ գալիս։ Չէ, թանկագինես, մինչև չլավանաս դուրս չես գա։ Ահա, սա քեզ, առաքելությունը գերազանց կատարելու համար։